կապված հարց եմ ուզում տալ։ Ազգային ժողովում մեր գործընկերներին, ժողովուրդ օրաթերթի լրագրողներին, պետական պահպանության ծառայության աշխատակիցները թևերից բռնած հեռացրել են ազգային ժողովից։ Դուք սա տեսել եք, քննության առարկա դարձրել եք, ինչպես եք վերաբերվում լրագրողների նկատմամբ այս մոտեցմանը եւ կրկին Նարեկ Սամսոնյանի հետ կապված։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը նստած են բառի համար, այսինքն արտահայտություն, որը իշխանությունը համարում է հայհոյանք, եւ եթե դիցուկ դրանք հայհոյանքներ են, ապա քաղաքացուն լրագրողին հայհոյելու համար այդքան ամիս կալանքի տակ են պահում։ Հայհոյանքը ծանր հանցագործություն է։ Օրենքի շրջանակում է գործում։ Ինչու է ընտրովի էլի։ Նույն ազգային ժողովի նախագահը քաղաքացու վրա թքում է, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնում է քաղաքացու ականջները կտրել, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ Այստեղ շարքը կարելի է Տիկին Մանասյան շարունակել, բայց երբ որ ընդդիմադիր է, կալանավայրը պատրաստ է։ Հակոբ Սիմիդյանը մեկնաբանություն է գրում քաղաքացուն, չեմ կարող իհարկե մեկնաբանություն ասել, որովհետև լայն բոլորդ էլ տեսել եք, դուք էլ կարդացել եք։ Ինչու Հակոբ Սիմիդյանը հիմա կալանավայրում չէ։ Խնդրում եմ հարցերը չմոռանալ, բոլորին անդրադարձ։ Սկսեցի առաջին հարցից։ Սկսեցի։ Խարով պետք է կատուակով սկսեմ առաջին հարցից։ Սկսեմ ամենասկզբից, եթե խոսքը այս կոնկրետ գործին է վերաբերում, դատաքննության փուլում է գտնվում, հիմա ես կոնկրետ դրա վերաբերյալ չեմ խոսի, բայց խոսեմ այն խնդիրների մասին, որոնք այո, իրապես կան եւ որոնց մասին ճշմարտացիորեն նաեւ դուք եք բարձրաձայնում։ Ընդհանրապես ստանդարտների համաձայն խոսքի համար քրեական պատասխանատվությունը ամենածայրահեղ դեպքերում պետք է ի հայտ գա եւ այս մասով ես բազմիցս եմ խոսել, որ Հայաստանում միանշանակ կան խնդիրներ, որովհետեւ այո, այնպես չէ, որ բացառված է խոսքի համար քրեական պատասխանատվությունը, բայց նաեւ պետությունը պետք է հստակ ցույց տա, թե ինչով է խոսքի այդ տեսակը հատել են սահմանը, որ այդպիսի ծանր է դիտարկվել եւ անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք եւ կարծում եմ, որ այդ թվում դատական իշխանությունը ճիշտ է ցույց է տալիս, որ ինքը դատական ակտով յուրաքանչյուր դատական ակտով է փորձում ցույց տալ հարցերը, բայց բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա այո երկակի արդարադատություն եւ ես էլ եմ խոսել այն մասին, որ իմ խորին համոզմամբ Հայաստանում գոյություն ունի դեռևս հայեցողական արդարադատություն եւ այո, այս մասով ինչ է պետք է կամ պետության կողմից, իրավասու այն մարմինների կողմից, ովքեր ոլորտային, լիազորություններ ունեն, ցույց տալ, թե այդ ինչով հատեց սահմանը, որ մենք էլ դա համարեցինք քրեական պատասխանատվության ենթակա եւ ինչու մյուս դեպքերում այդպես չէ, չափանիշը հստակ ցույց տալ, հակառակ բարակայում մենք կարող ենք գործ ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ եւ սա նաեւ իմ պահանջն է, այո, բացառել հայեցողական ստանդարտները եւ ցույց տալ այս չափանիշները, որովհետեւ նաեւ հանրային հաղորդակցության տեսանկյունից բարձ լինի։ Քննարկել եք Տիկին Վարդապետյան, ինչ օրինակ Սիմոնյանի դեպքում, կարծում եմ նաեւ հիմա բոլոր պաշտոնատար անձանց, կարծում եմ նաեւ հիմա էլ հրապարակային այս հարցերը բարձրաձայնում եւ այնպես չի, որ դա այսպես ուղակի ոչ հրապարակային եղանակով եմ ասում, գրեթե բոլոր հարցազրույցների ժամանակ սրա վերաբերյալ խոսել եմ։ Ինչ վերաբերում է լրագրողների գործունեությանը, լրագրողական գործունեության երաշխիքներին, այստեղ էլ հստակ նշեմ, որ ազգային ժողովում հավատարմագրման հետ կապված հարցերը մենք դեռևս նախորդ տարվանից մեր տարեկան հաղորդման շրջանակներում ներկայացրել ենք, այդ թվում, եթե չեմ սխալվում, ձեր դեպքը նկարագրելով ու նաեւ հստակ միջազգային ստանդարտներ նշելով, բնականաբար այս տարվա դեպքի հետ կապված էլ այս պահին իհարկե փորձում ենք հստակ իրավիճակը նաև բացի դիմողի կողմից ներկայացված փաստարկներից նաև պետական մարմնի պարզաբանումների համատեքստում քննարկել, բայց անկեղծ պիտի լինեմ, այստեղ մի այլ հարցադրման կուզենամ անդրադառնալ, իրականում շատ կարևոր է, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը ձևավորվի լրագրողների եւ պետական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց միջև, որովհետեւ իրապես բացի այդ գրված փաստաթղթերից կամ բացի այդ պահին, միգուցե նույնիսկ իրավաչափ եղանակով ինչ որ կանոն կիրառելուց շատ կարևոր է, որպեսզի նաև նրանք միմյանց հետ կարողանան այդ սահմանները, էթիկական ստանդարտները եւ այլն գծել եւ կառուցողական լինել այս բոլոր հարցերում ու եթե դեմ չեք ավարտենք այս պահին քննարկումները եպիսկոպոս Սարոյանը պաշտոնանկ է արվել եւ դեռևս չի Լիա ջան հարցի պատասխանը վերջում մեր գործընկերների վերաբերող հարցի ես ասացի դուք որպես մարդու իրավունքների պաշտպան կգտնեք որևէ էթիկայի խախտում իմ եւ Սոնա Գրիգորյանի վարքագծում, որ մենք խախտել ենք այդ էթիկայի կանոնը եւ ընդհանրապես փորձել ենք պարոն Կոջորյանին հարց տալ եւ հայտնվել ենք դրսում, ես պատրաստ եմ անգամ քրեական պատասխանատվության։ Եթե դուք մի էթիկայի խախտում քրեական պատասխանատվություն որևէ էթիկայի խախտմել քննարկան, նախ ես համակարգային համակարգային խնդիրների մասին խոսեցի, կարծում եմ մեր բոլորիս տեսանկյունից թե իմ
թե ձեր, շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ միայն մեր հետ կապված հարցերը, չէ, քննարկման առարկա դարձնենք, այլ ընդհանուր հարցեր, որովհետև օրինակ եթե մեր հետ կապված հարցերը կարևոր լինեին, հիմա այստեղ ես պետք է գայի ամբողջ օրը նստեի, սկսեի խոսել այն մասին, թե օրինակ այս պահին հացադուլի մեջ գտնվող անձի ընտանիքի անդամը ինչ հայհոյանքներ է իմ հետ կապված հրապարակային դրել, իմ աշխատակիցների հետ կապված ինչեր են ասել եւ այլն, բայց սրան չեմ անդրադառնում, որովհետև ինձ համար ոչ թե այս պահին մեր անհատական հարցերն են կարևոր, այլ համակարգային։ Հիմա այդ հարցին սպասելիքներ ունեն, որտեղ որպես մարդու ձեզանից էլ ունենք մեծ սպասելիքներ, բոլորս, ձեզանից էլ բոլորս ունենք մեծ սպասելիքներ, բնականաբար, եւ սպասելիքներ ունենալը չի ենթադրում, որ պետք է բոլորս նստենք եւ օրենք խախտենք։ Հիմա կներեք, ես իշխանության ներկայացուցիչ չեմ, ես պետական սահմանադրական պաշտոնատար անձ եմ, անկախ պաշտոնատար անձ եմ, ընդ որում որի գործունեությանը ոչ միայն չի կարելի միջամտել, որը նաեւ ապաքաղաքական է։ Հիմա լրագրողների հետ կապված քննարկան, ես բնականաբար ինձ թույլ չէի տա էթիկական որևէ հարցի վերաբերյալ ձեր կոնկրետ դեպքի մասով խոսալ, պատասխանը համակարգային էր, բայց քանի որ հիմա շտապում եմ ձեր վերջին հարցը փորձեմ լսել եւ Եփիսկոպոս Կարոյանը պաշտոնանկ է արվել եւ դեռևս չի վերականգնվել իր թեմակալ պաշտոնում, սկսել է ճնշումներ բանեցնել քահանաների ուղղությամբ, բազմաթիվ հրապարակումներից հետո ինչու քրեական գործ չհարուցվեց, իշխանահաճո գործողություններ է կատարում միգուցե եւ ինչ իրավունքով է միջամտում ձեր կուսակից կամ քաղաքական ուժի ներկայացուցիչ Վեդու համայնքապետը, վերջո վարչական աշխատողներ են եղել եւ քահանաները ահազանգում են, որ իրենց հանդեպ ճնշումներ են գործադրվում, մարդու իրավունքները ինչ են ոտնահարվում վարչական ռեսուրսներով։ Ճիշտ ասած չգիտեմ, որտեղից ենթադրեցիք, որ ես կուսակցական գործունեություն եմ իրականացնում, ես ընդհանրապես կուսակցական գործունեություն չեմ իրականացնում, չեմ իրականացրել, ես 2008 թվականից աշխատում եմ Հայաստանի պետական համակարգում, այսինքն բավականին երկար տարիներ եւ երբևէ չեմ իրականացրել կուսակցական կամ քաղաքական գործունեություն։ Հայտարարել եք, որ Վեդու համայնքապետի դեպքի հետ կապված միանշանակ, ավելին ասեմ, մենք նաեւ քաղաքացու հետ, մենք պարզ ասեմ, հա, նաեւ քաղաքացու հետ ենք խոսել, որպեսզի նրա իրավունքների պաշտպանությունը կարողանանք այդ թվում իր համաձայնությամբ իրականացնել։ Հիմա այստեղ էլ հա մյուս հարցն է, նախորդ շաբաթ հարցազրույց էի տվել, դրան անդրադարձա, միգուցե չեն լսել, հրապարակային էլ ասեմ, իրականում կառաջարկեմ հատկապես քաղաքացու հետ կապված հրապարակումները զգույշ անենք, որովհետև միգուցե ինքը թիրախավորվում է ու այն տրամաբանությամբ, միգուցե նաև այն եղանակով, որը իր իրավունքներին ավելի մեծ խախտում է, հա, ենթադրում, դեպքը միանշանակ ուսումնասիրել ենք, նաև քաղաքացու հետ ենք խոսել, ինքը համենայն դեպս այդ մասով, հա, այսպես ասեմ, մեզ այնպիսի խնդիրներ չի բարձրաձայնել, որպեսզի կարողանանք մի փոքր ավելի մեծ տեղեկատվությամբ խնդիրներին անդրադառնալ, բայց բնականաբար էլի խնդիրի ուշադրության կենտրոնում է, նաև պարզաբանումներ ենք պահանջել, որ հասկանանք պետական մարմինը այս մասով ինչ է ասում։ Ինչ վերաբերում է ճնշումներին, մենք հենց նաև երեկ ունեինք խորհրդակցություն, այդ թվում այս հարցն էինք քննարկում։ Շնորհակալ եմ, որ բարձրաձայնեցիք, մի անգամ էլ դրա վերաբերյալ խոսեցիք, մենք այս մասով կփորձենք այդ թվում քաղաքացիներից, ովքեր ենթադրաբար ճնշումների են ենթարկվում, խորհրդապահական եղանակով հասկանալ իրավիճակը եւ մեր քայլերը ձեռնարկել։ Շնորհակալ եմ, կխնդրեմ ավարտենք։